La pari yerego. Erlagan avotko ıskısı. Ortniyal der Iisus Hristos amen. Hayr mer vor herginese su yeritianko. Yegese arkayutunko yeritin gamko vorbes herginese herkri. Ըստ հաց մեր հանավազոր դուր մեզ այսօր, և թող մեզ սպարտիս մեր, որպես և մենք թողունք մերոց պարտահանած, և մի տանիրս մեզի փորձություն, այլ պրդյալս մեզի չարեն, սիկոյ արկայություն և զորություն և բարք հավիտյանս հավիտենից ամեն, իմաստություն հոր Իսուս, իմաստություն ըստ բարիս խորհել և խոսել և գործել առաջի քո ամենայն ժամ, ի չար խորհրդոց, ի բանից և ի գործոց փրկյալս մեզ, և ողորմյա քո արարածոց և մեզ բազմամեղացս։ Ամեն։ Հրամեցեք։ Նախքան մեր այսօրվան շարականի երկեցողության անցնիլը ըստ մեր օրացույցին և տոնացույցին համաձայն Քրիստոսի ծնունդեն 8 օրեր հետո դակավին մենք զիրար կշնորհավորենք Քրիստոսի ծնունդով։ Անորամարալ անգամը ևս սկսենք Քրիստոս ծնավ և հայտնեցավ, օրհնյալ է հայտնությունը Քրիստոսի և որքի մեջ որքանալ օրացուցային և տոնացուցային հասկացողությամբ 8 օրեր ծնունդեն հետո դակավին կշնորհավորենք զիրար և իրարու կմաղթենք Քրիստոսի ծնունդը, սակայն երբևիցե Քրիստոսի ծնունդը չի ու չէ, որ բավարարվի օրերու մեջ։ Որտեղ կնմանի հետևյալին, այնպես ինչպես որ մարդ արարածը մնայուն կարիք ունի այս արև ոչվածին։ Գիտությունը ինքը կփասադրե, որ օրը երբեք արևը չծագի, ինչպիսի վիճակ ունենա ամբողջ մարդկությունը երկրակոնդի վրա։ Նույնպես էլ Քրիստոսի ծնունդն է, որուն համար շարականակիրները իրենք Քրիստոսի ծնունդը պատկերացուցած են որպես արդարության արեքակ։ Ինչպես արեքակը սովորական արևը, Քրիստոս առավել ևս այդ արդարության արեքակն է, որուն ծնունդը արևը կծնի իր գունը մարգը մտնե։ Նույնպես էլ Քրիստոսի ծնունդը ամենօրյա իրականություն պետք է որ դառնա մեր կյանքի մեջ։ Այսինքն եթե երբեք 9-8 օրեր շնորհավորեցինք, 9-րդ օրը բար սովորական օրվան անցանք, պիտի անցնենք արդեն, իր նեղություններով, իր դժվարություններով։ Բայց երբ որ մնայուն մեր փափակը, մեր խնդրանքը, մեր շնորհավորանքը գլա այն, որ Քրիստոս ընդմիշտ ծնի, մանավանդ առավել ևս այսօրվան այս իրականության մեջ, ուր այսօրվան աշխարհը դակավին դարի նորը սկսած, արդեն աշխարհը իրար անցած վիճակն է։ Չենք գիտեր երբ օրը ու ինչ պիտի բայթի, որ արդեն բայթումներ կան տարբեր տեղերու մեջ։ Միջին Արևելք է, Պարսկաստան է, այսինչը գամադիչ տեղերու մեջ։ Որ սա կնշանակի այս բոլորին համար ով մեզի պիտի տա այդ մխիթարությունը։ Որտեղ որքանալ խոսվեցավ այս բոլորի մասին, որքանալ պատմեց Քրիստոս այս բոլորի մասին, բայց նաև ավարտին հիշեցուց, որ ծեր սրտերը թող չի խռովին։ Որտեղ այս երևույթները պիտի խռովեցնեն ծեր սրտերը, ծեր հոգիները։ Եվ Քրիստոս իմանալով այս բոլորը գսե սկիզբեն առաջուց, որ ծեր հոգիները թող չի խռովին, վստահեցեք այն խոսքին, որ ես ցեզի ըսի։ Եվ ինչ էր այդ խոսքը, իր հաղթանակը մահվան վրա, իր հաղթանակը իր խաչելության վրա, եւ այդ հաղթանակը դերն ունեցավ հարությամբ։ Անորամարալ ամբողջ եկեղեցին երկրի վրա որ գաբրի, ինչպիսի հույսով գաբրի, հարության հույսով, հարության սպասումով, Քրիստոսի երկրորդ քարոստի ակնկալությամբ։ Որ կնշանակի մեր դերը պիտի վերադառնա։ Այո, օրերը որքան նեղություն են, որքան դարաբանք են, որքան սև ամբեր են, բայց սախորդ օրերը ծմրան նման պիտի կան ու պիտի երթան, որտեղ ամեն ամբի ետև ով գա արեքակը, արևը, որ պիտի ծագի։ Կնշանակի ամեն նեղության ետին գա Աստծո ներկայությունը, պայմանավ սակայն մեր աչքերը կարողանան տեսնել ամեն անթին։ Մենք հաճախ մինչև ամբերը կտեսնենք։ Անորամար երբ որ ամբերու սևությունը կտեսնենք կսարսափենք, ասենք շատ ծանր անձրև դիկա։ Բայց եթե մենք կարողացանք ամբերեն անթինը տեսնելու, որ կնշանակի մնայուն ներկայությունն է այնտեղ արեքագին, Քրիստոսին, ներկայության, անոր հաղթանակին,
Եվ հետևաբար թող որ մեր այս օրերը ինչպիսին ալ պիտի ըլլան, թող որ ըլլան, բայց մենք ունենանք մեր գողքին այդ արդարության արեկագին ներկայությունը, Հիսուս Քրիստոսի ներկայությունը։ Եվ այդ ներկայությունը ինչպես ունենանք, երբ որ մեր մաղթանքները, մեր խնդրանքները կլան, որ Քրիստոս թող որ ծնի այսօր, հիմա, քիչ մի հետո, ամեն օր, վաղը, մույսօր, ամենօրյա իրականություն դառնա մեր բոլորի կյանքի մեջ։ Եվ այդ վստահությամբ նաև եկեք մեր այսօրվան շարականը երկենք, վստահ եմ բոլորիս ցամոտ, փառք քեզ Աստված, փառք քեզ, հաղաքս ամենայնի դեր փառք քեզ։ Ձեզ մեջ շատեր կամ ոմանք, կամ ընդհանրապես դուրսի աշխարհը պիտի կա եւ պիտի ասե ինչ բանի համար փառք տանք Աստծուն։ Ինչ ունենք, որովհետեւ մենք նեղություն ունեցանք նեղության համար փառք տալու, հիվանդություն ունեցանք հիվանդության համար փառք տալու, անկորձ մնացինք անոր համար փառք տալու, որովհետեւ բարերը այդպես ամեն ինչին համար փառք տանք քեզի ով Աստված։ Ամեն ինչին համար։ Ամեն ինչին համար չի նշանակել միայն փառիկ երևցող, փառիկ թվացողին համար։ Ինչ որ կուտաս մեզի, չնայած որ Հակոբոս Արաքյալ գսե ամեն փառիկ ի վերուս տենիչ ալ արիքեն։ Վերեն է որ մեզի ամեն փառիկ կդրվի։ Գնշագը Աստծո ինչ որ կդրվի մեզի փառիկ են։ Այդ բոլոր փառիկներուն համար փառք տանք Աստծո եւ այդ փառք տալու դրամատրությամբ նաեւ սկսած արդեն տարին հասցնելու համար մինչև իր ավարտին։ Փառք քեզ Աստված, փառք քեզ, փառք քեզ Աստված, փառք քեզ հաղաքս ամենայնի դեր փառք քեզ, փառք քեզ Աստված, փառք քեզ, փառք քեզ Աստված, փառք քեզ հաղաքս ամենայնի դեր փառք քեզ, փառք քեզ Աստված, փառք քեզ, փառք քեզ Աստված, փառք քեզ հաղաքս ամենայնի դեր փառք քեզ, փառք քեզ Աստված, փառք քեզ Աստված, փառք քեզ հաղաքս ամենայնի դեր փառք քեզ, փառք քեզ Աստված, փառք քեզ, փառք քեզ Աստված, փառք քեզ հաղաքս ամենայնի դեր փառք քեզ։ Ով դեր մեր Աստվածը ուրախությամբ ու երախտագիտությամբ ու ներկայությամբ կանգնած փառք տանք քեզի, որովհետև դու ես մեր բրբության բեմը, ընդունե մեր օրհնությունն ու երկրպագությունը, որովհետև դու ես որ մեզ ստեղծեցիր եւ մենք քու գտենք քու արովիտ ժողովուրդը, քու ցերկովը ստեղծված։ Այսօր դեր օգնե մեզ լսելու քու ցայնդ, փապկացու մեր սրտերը, որովհետեւ չգարձրանան ըմբոստությամբ կամ գասկածով։ Այլ քու ներկայության արժև քալենք հավատքով, հնազանդությամբ եւ խոնարհությամբ։ Առաջնորդե մեր քայլերը հավատարմությամբ եւ բահե մեզ հաստատ ու ճշմարտության մեջ։ Թող մեր կյանքը արդացոլե ագնացանք, երախտագիտություն եւ ուրախ օրհներկություն այժմ եւ հավիտյանս։ Ամեն։ Սուրբ Աստված, սուրբ եւ հզոր, սուրբ եւ ամառ, որ հայտնեց արվածը մեր, որ
անից մերոց, եւ եւս խաղաղությանս դեր աղաչ Եսու, վասն լսելի լինելով դյարն Աստծո ցայնի աղաչանած մերոց, բարեխոսությամբ Սուրբ Աստվածածնին եւ իջանելով ի վերա մեր ողորմության եւ կտության դյարն Աստծո, ամենագալ Տեր Աստված մեր գեցո եւ ողորմյա, դեր ողորմյա, դեր ողորմյա, դեր ողորմյա, ով երտնավոր Հայր, հարկ ու դանքեզի այն բոլոր բարիքներուն համար, որ մինչև այսօր թունգը ցուցաբերես մեզ մեր յուրաքանչյուրի նկատմամբ։ Մանավանդ հարկ ու դանքեզի այն մեծ բարիքին համար, որոնց տուն աշխարհ ղրգեցիր ու միածին որդիդ մեր Տերն ու Փրկիչ Հիսուս Քրիստոսը, որում մարդեղացումով, մարմնացումով եւ մեր մեջ անոր բնակությամբ ցույց տվիր քո անսահման սերդ հանդեպ մեղավոր մարդուն, որովհետեւ ինչպես մարգարեինը սիր արիթոմը, թե թուն մեղավորին մահը չես ուզեր, այլ անոր թարցը եւ փրկությունը։ Եվ այդ փրկությանը ծրագրին շոշափելի մեկ արդայությունը ցույց տվիր մեր Փրկին Հիսուս Քրիստոսի աշխարհ կալուստով։ Եվ առավել եւս այդ անսահման սերը ցույց տվիր անոր խաչելությամբ։ Անով անգամը եւս տալու մեզ մեր յուրաքանչյուրին, մանավանդ մեղավոր մարդուս, մեղքերու քավություն, թողություն եւ հավիտենական կյանքի շարունակություն։ Անգամը եւս տալու մեղավոր մարդուն այն պատկերը եւ այն նմանությունը, որով ստեղծեցիր, սակայն մեղքի պատճառով, անանազանության պատճառով այդ բոլորը գործընծուց։ Ով որ այսօր այստեղ քու հրավերովդ հավաքված, քու ներկայությանդ վայել քու ունենալու փափակով եւ խնդրանքով, դուր մեզի շնորհքը, բաց մեր մտքերը, մեր սրտերը, մեր հոգիները, լեցու մեզ Սուրբ Հոգի շնորհներով եւ դուր մեզի իմաստությունը, որովհետեւ ինչ որ պիտի պատկամես այսօր, այդ բոլորը թող որ ծառայեն մեր հոգեվոր սնունդին համար, այդ բոլորը թող որ ծառայեն մեր հոգեվոր աճման, ու մանավանդ այդ բոլորը թող որ ծառայեն վերակտնելու մեր մեջ քու պատկերդ եւ նմանությունդ։ Անորամարալ գաղութենք եւ կխնդրենք, որ իմաստություն դաս յուրաքանչյուրիս։ Խոսողին տպչիր անոր շրտներուն, ինչպես տվար Եսայի մարգարեին, այն զոհասեղանի կրակով, մաքրելու, զդելու, փյուրեղացնելու այդ շրտները, որպես այդ շրտները միայն պատկամեն քու խոսքերդ ու պատկամներդ։ Իսկ լսողներուն համարալ նաեւ նույն գրակով, տպչիս անոնց ականջներուն, սրտերուն, որպես ինչ որ պիտի լսեն քու պատկամներդ լսեն եւ անով նաեւ հոգեվոր սնունդ ապահովեն իրենց հոգեվոր աճման համար։ Այս արիթով գաղութենք եւ կխնդրենք ով երտնավոր Հայր, որ հիշես բոլոր այն բարակաները, որոնք աղոտ կխնդրեն։ Իրենց հարազատի, ազգականի, զավգի, ծնողի, թորներու կամ անձնապես ինչ բարակայի մեջ որ են, ինչպիսի խնդրանքներ որ ունին, քո առջևդ հավատքով եւ վստահությամբ քեզ մեկը խնդրենք, որ քո հայրական սիրովդ եւ հոգացությամբ նայես յուրաքանչյուրին։ Իսկ ովքեր որոնք այսօր ներկա չեն ֆիզիկապես, ուր որ են, բահես իրենք եւ ինչ որ պիտի փոխանցես այսօր հոգեվոր սնունդ, նաեւ անոնք եւս անմասն չմնան։ Ի վերջո, նաեւ գաղութենք աշխարհի խաղաղության, նկատի առած միջին արևելքի ամբողջ վիճակը փրկած, Լիբանանի, Հալեբի, Սուրիո, Պարսկաստանի եւ ընդհանրապես ամբողջ տարածաշրջանի, որոնց մասին սկիզբեն խոսեցար, պատրաստեցիր, բայց նաեւ զգուշացուցիր, թե այս բոլորը պիտի լսեք, պիտի տեսնեք, պիտի իմանաք, բայց թող որ այս բոլորը ձեր սրտերը, հոգիները թող չխռովեցնեն։ Անորամարալ թելադրեցիր ասելով, արթուն եղեք, պատրաստ եղեք, աղոթեցեք, որպեսզի փորձության մեջ չինանք։ Արթուն մնալու, պատրաստ լալու եւ աղոթելու ոգին միշտ վար բահե մեր մեջ, Սուրբ Հոգի շնորհներով։ Եվ դուր մեզի նաեւ շնորհքը անդադար փառավորելու Սուրբ անունդ, Հայր, Որդի եւ Հոգի Սուրբ։ Եվ ու ողորմությունը խնդրելով գսենք, Դեր
Տիրոջ մեզ բոլորիան։ Բարի երեկո ձեր բոլորին։ Նաև բարի երեկո բոլոր անոնց, որոնք նոր կմիանան այս երդողություններուն, նաև բոլոր անոնց, որոնք համացանցի ճամփով կհետևին այս երդողություններուն։ Եվ ինչպես քիչ առաջ կսեի, Քրիստոսի ծնունդը թող որ իրավես ներկայությունը լա մեր ամենօրյա կյանքի մեջ եւ ամեն անգամ երբ որ զիրար կշնորհավորենք եւ այդ բարի մաղթանքներն կփոխանակենք ասելով Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ, թող որ այդ արտահայտությունները իրավես Գրիգոր Նարեգացի Վարդապետի շրտներով փխած այդ բարերով լան։ Ի խորոց սրդի լան այդ մաղթանքները, սրդի խորերեն եկած։ Այսինքն ամենայն անգեղծությամբ, ամենայն հավատքով եւ ամենայն վստահությամբ, երբ որ գսենք Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ։ Եվ ծնավը քերականական իմաստով կենթադրի այսօր։ Ծնավ այսօր ծնավ։ Որքանալ պատմական խորք ունի, բայց նաեւ այժմիականություն ունի, եւ ինչու կուզեմ անդրադառնալ այդ այժմիականության այսօրին համար, որովհետեւ մեր այսօրվան սերտողությունն ալ բաժին մգա, որ այդ այսօրի մասին կխոսի։ Բայց մենք եկեք սկսենք մեր այսօրվան սերտողությունը 95-րդ Սամոսով։ Ասկի առաջ ասած եմ այն մասին, թե Սամոսներ ունին իրենց ենթաբաժանումները, խմբավորումները, որոնք ծանոթ են որպես թագավորական Սամոսներ, խոստովանության Սամոսներ, անձնական Սամոսներ կամ ընդհանրապես ժողովրդի կյանքին հետ կապված Սամոսներ։ Այս Սամոսը 95-րդ Սամոսը թագավորական Սամոսներով այսպես ասած շարքին կամ ցանգի մեջ է որ գզեդերվի։ Հիմնականի մեջ այս Սամոս ունի երկու կարևոր բաժիններ, երկու մասերը կպահականա։ Առաջին մաս մեկեն մինչև գրեթե 7-րդ համարները, իսկ երկրորդ մասը 7-րդ համարի կեսենը սկսյալ մինչև իր ավարտը։ Առաջին բաժինը կխոսի Աստուծո վերակրված անոր ինքնության, իսկության ինչպիսին լալուն, հետո կանցնի հատվածի մը, որ ունի պատմական խորք, պատմության հետ կապված, եւ որքան պատմության հետ կապված, նաեւ այժմիականության հետ նաեւ կապված, այսինքն մեր այսօրվան իրականության հետ նաեւ կապված հատվածն է, որ մենք պիտի փորձենք այսօր Աստծո շնորհքով, Աստծո օրհնությամբ եւ առաջնորդությամբ սերդելու այս հատվածը։ Բայց առաջին իսկ առիթով մեկեն 7 համարները, որ կներկայացնեն մեզի Աստծո ինչպիսին ըլլալը, բայց այդ բոլորը կներկայացնեն ուրախությամբ, ցնծությամբ։ Եվ անորամարալ առաջին բարերն է, որ գսեն եկեք եւ եկեկը կենթադրե բոլորով միասին։ Ոչ թե միայն եկուր, ոչ թե միայն թուն առանցինը, այլ որպես մեկ ամբողջություն։ Ինչու որովհետեւ Աստված անցյալին երբ որ ժողովուրդ մը պիտի պատրաստեր իրեն համար, ժողովուրդ պիտի պատրաստեր։ Որքանալ այդ ժողովուրդը պիտի փաղկանա անհատները, սակայն ամբողջ մի բանին իրեն համար ժողովուրդ պատրաստել է։ Այո, ընտրեց Աբրահամը, Գանչեց Աբրահամը, Աբրահամեն հետո սերունդներ, որոնք եկան Իսահակ Հակոբը եւ Հակոբեն հետո եկող 12 ցեղերը կամ սերունդները, որոնցով սակայն Աստված պիտի պատրաստեր ժողովուրդը։ Եվ այդ ժողովրդի նոր հասկացողությունը եկեղեցի ժողովուրդը։ Անորոման է որ նաեւ Բողոս Արաքյալ գշեշտե եկեղեցի հասկացողությունը։ Դուք որ գսեք գազմված եք որպես եկեղեցի, իբրև մարմնիմը անդամները, որոնք կովի քալով մարմինը կգազմեն։ Եվ անորոման գշեշտեր Արաքյալը սերոման աչքը առանցին մարմին չէ, ագանչը առանցին մարմին չէ։ Աչքը ագանչը, քիթը փերանը, շրտները, ագրաները, ադամները, եղունգները, չգիտեմ ամեն մեկ անդամ առանցին լալով անթերց, կովի քալով մարմինը կգազմեն։ Եվ այս անդրադարձ գուկա ցույց տալու Արաքյալը նաեւ եկեղեցով բարակային։ Եվ այս հասկացողությունը գուկա 5 դագարանեն, երբ որ Աստված նաեւ գուզեր իրեն համար պատրաստել ժողովուրդը։ Եվ խոսքը գուղի է հետևաբար Սամոսի, դու գսե հետևաբար եկեք եւ ինչ կնենք, ցնծությամբ երկենք Տիրոջ։ Որը մեր չեչո երկ հասկացողություն մենք երբ որ փոքր էինք, եւ փոքրուց ժամանակ երբ որ գահաժախեինք ավետարանական եկեղեցի դպրոց, այնտեղ ամեն առավոտում պաշտամունք ունենայինք։ Եվ այնտեղ հետաքրքրականորեն չնայած այսօր ուրիշ է երևույթը, բայց անցյալին այն ադեն հետևյալն է որ մեզի գսեին։ Երբ որ չէինք երկեր, երեխա էինք, փոքր էինք, չէինք ուզել երկեր։ Հանկարծ
օրվան խոսողը գուքար երկսեր, ովքեր որոնք չեն երկեր, չեն ուզեր երկեր, գուքար երկսեր, չարերը միայն երկ չունին։ Այսօր հակառակը չարերը շատ ավելի երկ ունին։ Շատ ավելի քերեցի գալը սենց է, շատ ավելի այսպես կրավիչ, շատ ավելի հմայիչ երկեր ալունին սենց էսի։ Բայց այն ադեն հասկացողությունը այն է, երկել հասկացողությունը Աստուծո փարափարանքի իմաստով, որ չարերը այդ ցեվի երկեր չունին։ Զասված փարափանելու այդ երկերը չունին։ Ուրիշ տեսակի երկեր ունին, ինչպես որ օրինակ համար ամեն տեսակի երկերու ժանրեր կան, տեսակներ կան, սիրո երկա, սուքի երկա, մխիթարության երկա, սիրահարվածի երկա, պատերազմի երկա, հաղթանակի, ամեն տեսակի երկերու տեսակներ կան։ Բայց այս տեսակի երկը հատուկ է միայն Աստուծո ժողովրդին։ Այնպես ինչպես որ երբ որ Մովսես, Ահարոն եւ իր քույրը Մարիամ, երբ որ դուրս եկան գսե Եգիպտոսեն, երկ մնե որ երկեցին Աստուծո։ Եվ այդ երկը ինչ երկ էր, հաղթանակի երկն էր։ Այդ երկը միայն ովքեր գրնային երկեր, միայն անոնք, որոնք ջաշագեցին այդ հաղթանակը։ Անոր ամարան նոր երկ մնե որ պիտի երկեն կսվի հայտնությունով անու կրկի մեջ։ Ինչպիսի երկի մաս, ինչպիսի ժանրն է, ինչպիսի տեսակն է այդ երկը։ Հաղթանակի երկ է, ծնծության երկ է, ուրախության երկ է, գոհապանության երկ է, շնորհակալության երկ է։ Եվ այդ երկի միջայլոց, եթե ուրիշ բան չէ, քո ամբողջ ներաշխարհի դրսևորումն է, արտահայտությունն է։ Գիտեք, այսօր երբ որ ուրախ ենք, մարդիկ կսկսին իրենց մտքի մեջ եղանակներ որոնելու, եղանակներ դրսևորելու, արտահայտելու։ Գներվի դարձյալ եղանակներ կան իրենց մտքի մեջ։ Դղուր ես հատուկ երկեր կան, ուրախ ես ուրիշ երկերու տեսակներ կան։ Շնորհակալություն ուրիշ հայտնելի, որ կնշանակի երկ հասկացողությունը, երբ որ գուտաս մարդուն, մանավանդ երբ որ հոգևոր կյանքի հետ կապված է։ Սամոս 2 կա այստեղ ներկայացնել ճիշտ այդ երևույթը, ըսելու համար թե եկեք երկենք Տիրոջ, եւ պայմաններն ալ գուտա, պատճառը ուտա, ինչու պետք է երկենք։ Ինչ թե բան, որովհետև պետք է որ պատճառը լա այդ երկը երկելու։ Եվ տեսեք ինչ կսե, եկեք ծնծությամբ երկենք Տիրոջ, ուրախությամբ աղաղակենք անոր, որ մեր վենն ու փրկիչն է։ Ուրեմն երկին բնույթը, ինչպես քիչ առաջ կսե, եթե ուրախության երկա, տխրության երկա, սուքի երկա, այս բարակային ինչ է այդ երկին փոխանցությունը։ Եթե ոչ երկենք Տիրոջ ծնծությամբ, որտեղ ան է մեր վեմը եւ մեր փրկիչը։ Կնշանակե երկին բարերը եթե կուզեք, ինչ բան գարդայդեն, եթե ոչ Աստուծո վեմ ըլլալու եւ Աստուծո փրկիչ ըլլալու հանքա մանկին։ Վեմը ինչ կնշանակե ժայրն է, որում վրա գհենիս, որու վրա է որ պիտի շինես ու դունդ այդ հավատքի դունդ ինչ որ կխոսեր Քրիստոս Մատթեոս Ավետարանչի 7-րդ գլխում մեջ։ Իմաստուն է այն մարդը, որ իր դունը վեմի վրա գշինի, ժայրի վրա գշինի։ Եվ ով է այդ ժայրը, Սամոսներում մեջ կսե դերը ինքն է մեր վեմը, դերը ինքն է մեր ժայրը, որքանալ այդ տանը զարնեն ալիքները, որքանալ փչեն հովերը, փոթորիկները, այդ վեմի վրա շինված դունը կսե գանքում պիտի մնա, որտեղ վեմի վրա շինված է։ Ոչ սովորական վեմը, այլ աստված վեմը, որ ուսական նոր գտագարանի մեջ այդ վեմը ով գտարնա, նույնիկն Հիսուս Քրիստոսը գտարնա, որուն համար Պետրոս Արաքյալը այսանգան խոսի այդ վեմի մասին, Քրիստոս վեմի մասին։ Ուրեմն այդ երկ, որ եկեք երկենք, որտեղ ինքն է մեր վեմը, ինքն է մեր փրկիչը, եւ այս փարերը բահենք մեր մտքի մեջ, որտեղ երկրորդ բաժինը, որում պիտի անդրադառնա, անոր կապված է։ Ճիշտ է, որքանալ մենք բացատրեցինք, որ 95-րդ Սամոսը երկու մասերը կփաղանա, երկու բաժիններ ունի, բայց զիրար դամ փոխչացնեն։ Սկիզբը կներկայացնե, որու հետ է մեր գործը, որու է որ մենք կճանչնանք, ինչպիսին է ան մեզի համար, ով է ան մեզի համար, մեր վեմն է, մեր փրկիչն է։ Հետևաբար այդպիսի ուրախությամբ, բարձրաղաղակ ցնծությամբ երկենք, փութանք իրեն աջաբարենք իրեն ներկայանալ փոխապանությամբ, շնորհակալությամբ, ուրախ աղաղակներով օրհնություն երկենք անոր, եւ այդ օրհնություն երկենք կնշանակե շնորհակալություն պիտի հայտնենք։ Ինչի համար։ Իր վեմ ըլլալուն եւ իր փրկիչ ըլլալուն, որ կնշանակե եթե փրկիչ է, ուրեմն փրկության հետ կապված բանը գադարած է մեզի համար։
Գնշեմ մեր դալիք շնորհակալությունն ալ պետք է որ մենք գիտնանք թե ինչու մենք շնորհակալություն պետք է հայտնենք իրեն։ Մենք հաճախ կուքանք կհաճախենք եկեղեցի մեր շնորհակալությունը հայտնելու։ Օրինակ հիվանդ էինք առողջացան, գործ ունեինք, գործ ունեցան, անհանգիստ էինք, հանգստացան, չգիտեմ ծրագիրներ ունեինք, իրականացավ այս բոլորը։ Բայց եթե դուք բամը պատկերացուցեք, օրինակ, բամը չունին, որ կատարվեցավ այս շաբթուն։ Խնդրանք չունեի, սովորական կյանքս կանցնեի։ Ուրեմն չկա արիտ շնորհակալություն հայտնելու Աստծո։ Ընդհանրապես մնայուն շնորհակալության դեր ունի մենք հայտնելիք Աստծո։ Ոչ թե միայն սովորական երևույթներուն համար, որ հիվանդ էի առողջացա, գործ ունեի, գործ ունեցա, այլ մնայուն շնորհակալությունը այն փրկության համար, որ Տերը ինքը տվավ մեզ մեր յուրաքանչյուրին։ Այսինքն Հիսուս Քրիստոսը աշխարհ գրգելուն, Հիսուս Քրիստոսով մեր փրկությունը ապահովելուն, Հիսուս Քրիստոսով մեր մեղքերուն քավություն եւ թողություն շնորհելուն։ Որտեղ հաջող մենք կսկսենք մտածել ինչ բանի համար շնորհակալություն հայտնենք Աստծո։ Արդյոք այսօր ինչ խնդրեցինք, այս շաբաթը սկիզբին ինչ խնդրեցինք, որ մինչև իսկ սպասեցինք շաբաթավերջին, որ դադարեց մեր խնդրանքը։ Ընդհանրապես ամեն ինչ լավ էր, գործերս հաջող էին, ծրագիրներս դեղն էին, մասնավոր բանը չունեի, որ խնդրեցի Աստծուց որ դադարեր։ Կան հաջող այդպիսի պահեր, որ կանցնին մեր ամենօրյա կյանքի մեջ։ Եվ հաջող կսեն, երբ որ մարդ փառք տվիր Աստծո, այո փառք տամ, բայց ինչի համար փառք տամ Աստծո։ Եվ ադոնավան կսե եկեք մնայուն ցնծությամբ աղաղակենք եւ շնորհակալություն հայտնենք իրեն։ Այնպես ինչպես ասի չէ, Արիթոմը խոսվեցավ այդ մասին, որ ամեն իրավի երբ որ մենք ներկա գլանք պատարակի խորհրդին, խորքի մեջ ինչ է այդ խորհուրդը։ Գոհապանության, շնորհակալության արդահայտություն մնե, որ եկած ենք մենք իրեն շնորհակալություն հայտնենք։ Ինչ բանի համար։ Որ իր միացինը մեկ հատիկը ինձի քեզի մեզ մեր յուրաքանչյուրին համար դրկեց աշխարհ։ Իր մեկ հատիկ միացինը խաչի վրա կամպեցավ։ Իր մեկ հատիկին արյունը թափվեցավ իր մեղքերուս ու մեզ մեր յուրաքանչյուրի մեղքերու քաղաքության եւ թողության համար։ Հետևաբար գսե փութան աճաբարենք, անոր ներգայանան գոհապանությամբ, բարձր աղաղակներով շնորհակալություն հայտնելու իրեն։ Բայց ինքն է մեր վեմը եւ ինքն է մեր բրգիչը։ Որովհետև ինքն է Տերը մեր Աստվածն է եւ ան է որ կթակավոր է բոլոր աստվածներու վրա։ Չմոռնաք հին ժամանակներում եղած խոսքեր են, որոնք արդեն իսկ ծանոթ էին որպես բազմաստվածության քաղաքարախոսության։ Ինչպես օրինակ համար նկատի առած ինչը, ադորամարսի պահեցեք ամբողջ շրջակիցը, որում մասին խոսքի այս խոսքը։ Ամբողջ շրջակիցը երկրորդ հատված իմիջարս որում մասին է Եգիպտոսեն դուրս գալու մասին է։ Եգիպտոս ովքեր կային, բազմաստվածություններ կային։ Բազմաստվածություններ կային, եւ այդ բոլորը միասին Աստված ինչ ցույց տվավ Մովսեսի ճամփով, որ ինքն է Աստվածը բոլոր այդ աստվածություններուն։ Ինքն է Տերը բոլոր այդ աստվածություններուն։ Անորոման պատմական խորք ունի, ինչա այս Սամոս 95-րդ Սամոսը։ Այսպես օգեն բարձր Սամոսը գրելու սիրուն չէ որ գրված է։ Այլ բարակայինը, գացությանը եւ ժողովրդիմը վերաբերմունքի մասին է խոսքը։ Որտեղ եկեք ցնծությամբ երկենք կսե դիրոջ իր վեմ եւ փրկիչ լալու հանգամանքի մասին, սակայն երբ որ երկրորդ հատվածը քիչ մեդո պիտի անցնենք, պիտի տեսնենք որ այս ժողովուրդը ուրիշ բաներ է որ գնե։ Փոխանակ փառք տալու Աստծո, փոխանակ փողությամբ, շնորհակալությամբ հայտնվելու իրեն, փութալով աջաբարանքով ուրիշ բաներ է որ գնե այս ժողովուրդը։ Եվ այդ պատմական խորքն է, որ գվերլուծե, գահասնի այն եզրակացության, թե ինչու է, որ անոնք չմտան խոստացված երկիր։ Այն երկիրը, այն հանգիստը, որ դեր իրենց համար պատրաստած էր։ Բայց նախ անդրադառնանք, ադորամար գսեն չէ, միշտ պահենք շրջակիցը, որում մեջ կսվի այս խոսքը։ Առանցին չփորձենք տեսնել յուրաքանչյուր նախատասություն։ Հետևաբար նախ կներկայացնեմ մեր վեմը, մեր փրկիչը, շնորհակալություն հայտնելու իրար կատարածին, որ մեզ փրկության, որովհետև ինքն է Տերը Աստվածը, ան է որ կթակավոր է բոլոր աստվածներու վրա, անոր ցերքի մեջն են երկրի խոր վիհերը, ինչպես նաև իրն են լեռներու գադարները։ Այսինքն ինչ որ կտեսնես փրկության մեջ, լեռներն են, սորերն են, ծովերն են, ցամաքն է, ինչ որ կա, գնշանագե ինքն է Տերը, ստեղծիչը, արարիչը, իրն է ծովը, ինքն է որ ստեղծեց, իր ցերքերը կոյացուցին ցամաքը։ Հետևաբար այս բոլորին համար եկեք պաշտենք
եւ երկր բաքենք ձունգի կանք մեր արարիչին դիրոջ արջը Պաշտենք երկրբակենք Պաշտամունք երկրբակություն արդահայնություններ են խոնարհության Իթիմաց հբարդության Երբ որ քո անձը չես խոնարհեցնել Մեգումը թիմաց, որ ինք է արարիչ ստեղծիչ և առավել ևս ինքն է վեմ ու փրկիչ և երբ որ քո անձը չես խոնարհեցնել եւ նշանակի արդեն զինքը չես ընդունիր իբրև այդպիսին որովհետև եկեք պաշտենքը եւ երկրբակենքը պաշտել կնշանակի ծառայենք եւ ծառայել կնշանակի ենթակայություն է քեզի ծառայելու Բայց ծառայել փարն է կամ փայն է որ օգտագործվի, որ այդ ծառայելը դուքա սիրահոժար կամքով, հոժարությամբ եւ ոչ թե պարտադրանքով։ Չնայած 5 գտագարանյան հասկացողություն է, որ եկեք պաշտենքը, որ սակայն նոր գտագարանի մեջ ամբողջ բնույթը փոխվեցավ։ Ըստ համար Քրիստոս ես ես այլևս ծառա չեմ գոչեր։ Դուք գոչված էիք, կանչված էիք ծառաները լալու ճիշտ է։ Չնայած ամբողջ Ավետարանի մեջ երբ որ կներկայացնենք Քրիստոս արագները Աստծո արքայությունը որ կնմանի այսպիսի կամ այդպիսին մեծահարուստը որ իր ունեցածը փաշխեց որոնց ծառաներուն Ծառաները իրենք ավարտին ինչ պիտի ասեն մենք անպիտան ծառաներ ենք Այո որքանալ մեզի դրված այդ հանգամանքը ծառայության հանգամանք է բայց Քրիստոս մեզ բարձրացուց այդ հանգամանքը Եվ ասավ այլևս ծառաներ չեն գոչել այլ եղբայրներ, քույրեր, հարազատներ, Աստծո որդեքիր զավակներ։ Այդ բոլորով հանդերձ սակայն մարդ արարածը ինքսին իբրև ինչպիսին կզգա Աստծո այդ ծառայության մեջ եւ այդ ծառայությունը ոչ թե ստրուգի հոգեբանությամբ, ինչ որ ուներ ով Անդրանիկ զավակը անարակ որդին մեծ եղբայրը։ Անարակ որդին մեծ եղբայրը ինչ հոգեբանություն ուներ Այս կանդարի ես կեզի ծառայեցի և ինձի մեկ ուլմը չդվիր, ուլիկ մը չդվիր, որ ընգերներուս էտ ուրախանամ և հայրը ինչ կպատասխանել, որտյակ իմ ամբողջ ունեցածս քու կտեր, որ գնչը քու հոգեբանությունդ ինչպիսին էր քու հորդ հետ միասին, ինչպիսին էր քու հոգեբանությունդ, ինչպիսին դու քեզ ըմբռնած էիր հարաբերաբար քու հորդ, ինչպիսին գամ ուներ քու հորդ հետ, Այո, որքանա թուն ծառայություն գնեիր, բայց ինչպիսի հոգեբանությամբ թուն քեզ գտիտեիր այդ դան մեջ։ Եվ այնտեղ է, որ ահավասիկ որդին ներաշխարը կբարձվի, թե ինձին ինչպես թիդաձեր, հարաբերաբար մույս եղբորը հետ։ Քո այդ սավակը գսե իրան պոչ իրեն դրվածը հում բետս վատնեց, մսխեց, և այդպես վերադարձավ և հիմա թուն զին կտունիս։ Ես այսքան տարի քեզ ծառայեցի։ Եվ այդ հաջող նաև մենք ունենանք իմիջալոցը սեմ սեզի։ Մենք որ հոգևոր կյանքի մեջ ենք, եթե հաջող նաև ունենանք այդ հոգեբանությունը։ Այսքան տարի քացած ծառայած եմ ես, այսքան տարի կանխում քացած եկեղեցի ասրած եմ, հադրած եմ։ Ինչու՞ բայց դու քեզ այդ հոգեբանության մեջ տեսած ես։ Ինչու այդ բոլորը սիրելով, հոժարադամությամբ չես փորձածնել այդ բոլորը։ Աստված քեզի չբարդատրեց որ այդ բոլորը ունես։ Ընդհանրակը Աստված ճիշտ ադոր համար է որ մեզի տված այդ ազատ կամեցողությունը, որ ազատ կամքով իրեն ծառայել։ Որտեղ զիս կանչած է թեկուզ եթե ծառայության, բայց չէ կանչած զիս ստրգության։ Ընդհանրակը ստրուկ էի ես արիթոմ այդ մեղքին, այդ ցանկության, այդ գիրքին։ Քրիստոս սակայն եկավ եւ զիս ազատեց այդ մեղքի ստրգութենեն։ Եվ անորամը Պողոս Սարակյան ինքզին կգոչեր ինչ Ես Քրիստոսի ծառա, Հիսուսի Քրիստոսի ծառան եմ եւ ուրախ եմ որ Քրիստոսի ծառան եմ, որովհետեւ այդ ծառայությունը ինձ համար ստրկություն չէ, այդ ծառայությունը ինձ համար ուրախություն է։ Անդորամար նաեւ Սամուստերու մեջ գուկա եւ ասե եկեք դերը պաշտենք, այսինքն դիրոջ ծառայենք եւ այդ դիրոջ ծառայությունը ինչի մեջ տեսնել, ինչ որ արակներով մեզի կներկայացնե Քրիստոս։ Ծառաներուն դվավ 5 Ուրիշիմը դվավ 2, ուրիշիմը դվավ 1, ուրիշիմը դվավ այսքան եւ վերջավորության ավարտին վերադարձավ ինչ ուզերու հաշիվ պահանջել ինչ գրիր ինչ որորիր ներկայացու եւ ինչ լսեց Փարի ազնիվ
հավատարիմ ծառա կամ ծույլ չար անհավատարիմ ծառա։ Եվ հետևաբար Լուկաս Ամոս 2-ը եկեք դերը պաշտենք, որ կնշանակի ամեն գիրագի, որ մենք պաշտամունքի գերտանք, պաշտամունք կնշանակի դիրոջ ծառայել։ Այսինքն այդ դրամատուրգիան մեջ ըլլալ եւ դիրոջ ծառայել դրամատուրգությունը կնշանակի դերը ինչ որ դված է ինձի, քեզի, յուրաքանչյուրին այդ բոլորը սեղանագիծներում փաշվելու։ Պաշտամունքը սիրելը միայն այն չէ, երթանք շարական երկենք, հոգևոր երկ երկենք, սամոս ասենք, աղոտ կնենք, ասենք, այսօրվան պաշտամունքը ավարտենք եւ դուները երթանք։ Դիրոջ ծառայել, պաշտել, երշան ծառայություն անել։ Անորամը Քրիստոս սորվեցուց իր կյանքի օրինակովը, ինչ։ Ես չեկա ծառայություն ընդունելու, այլ եկա ծառայելու։ Եվ ինձ սորվեցեք, ծեր վրա արեք իմ լուծը, թեթև է եւ քաղցր է եւ փոքրոքի։ Ինչ որ ես հիմա ցեզի ըրի, դուք իրարու ըրեք նույնը ծառայեցեք։ Հետևաբար երբ որ ես իմ պատրաստակամություն ցույց կտամ, թունք ու պատրաստակամություն ցույց կտամ, գալու եւ դիրոջ ծառայելու, անդինսական մենք իրարու նկատմամբ այդ ծառայության ոգին եթե չունենք, որ գնամանի նույն սիրո հասկացողությամբ, եւ որ գսենք բերը գսիրենք, բայց մեր նմաններու սիրելու դրամատուրգությունը չունենք։ Նույնպես մենք եկած ենք պաշտամունք փարը գենթատրել ծառայել, մենք եկած ենք դիրոջ ծառայելու, երբ որ իրարու նկատմամբ ծառայելու ոգին չկա, որ ծառայության եկած ենք մենք։ Ուրեմն մենք բարձր սիրելներ եկած ենք այստեղ հոգևոր երգեր երկելու, շարական երկելու, աղոտ գնելու, հետո դուն երթալ։ Call of the day, եղավ, օրը վերջացավ։ Գիրագի օրվա պաշտամունքը ըրին։ Ինչ երկեցինք, այսինչը։ Շարական աղոտ, ընթերցում, օրվան հատված, քարոզ, բացատրություն, կացինք տուն։ Եվ այդ է որ գենթատրի երկսը եկեք պաշտենք Տերը, այսինքն ծառայենք անոր հոժարությամբ, սիրով եւ անոր երկրպագություն ունենք, գրշատ երկրպագությունն ցույց տանք մեր խոնարհությունը, որտեղ երկրպագել գրշատ խոնարհությունն է։ Եվ այդ խոնարհությունը կնշանակե ինչ։ Զինքը ճանչնալի պրև այդպիսին իր հանգամանքի մեջ։ Եվ մեր այդ անձերը որ խոնարհեցնեն ու Քրիստոսի բացատրությամբ, ով որ իր անձը կխոնարհեցնե, որպես նաև ավարտին հարցրանալու այդ ծրագրով եւ այդ խոստումով, որ դերը ինքը տվավ։ Հետևաբար եկեք պաշտենք, ծուգի կանք մեր արարիչին Տիրոջ առջև։ Ինչու, որովհետեւ մեր Աստվածն է անիկա եւ մենք իր ժողովուրդը, իր հովին ոչխարներն ենք, որ իր ցերկով գարած է։ Ինչու պետք է ծուգի կանք, ինչու պետք է խոնարհենք, ինչու պետք է պաշտենք, ծառայենք, որտեղ ինքն է մեր Աստվածը։ Ինքն է մեր արարիչը, մենք իր ժողովուրդն ենք, ինքը մեր Աստվածն է, եւ նաեւ ուրիշ բան մնալ կուտա, մենք իր արոդին ոչխարներն ենք, եւ ինքը որ մեզ գարած է։ Այսինքն տեսեք, միտքը ամբողջ այն է, որ այնպիսի Աստվածը չէ, որ այնտեղ նստած, պատկերացնենք բամը, այնտեղ նստած եւ միայն սպասման վիճակ ունի, որ իր ժողովրդի սավատները դիտան եւ իրեն միայն երկրպագություն ունեն։ Չէ։ Անորոման 23-րդ Սամոսը գուկա իր անձի օրինակի ճամփովը Դավիթ կներկայացնե թե ինչ կնշանակե Աստծո հոդին արոդավայրին ոչխարները ըլլան։ Դերը ինքն է իմ հովիվս եւ ես փանի մը գարոտ պիտի չլամ։ Եթե ասի անհատական մագարտակի վրա է, նույն այս անհատական մագարտակը եթե ընդարձակենք ամբողջ ժողովրդի մասշտաբով, տեսնելու համար թե ինքն է մեր հովիվը եւ մենք ենք իր ոչխարները, հետեւաբար մենք ո՞ր մեկ բանին գարոտ պիտի չլանք։ Նույնիսկ մահվան շուկից սորի մեջ են բդդինք, պիտի չվախնանք, որտեղ ինք է մեզ արածողը, ինք է մեզ առաջնորդողը։ Տեսեք, այստեղ այս դողերը գուկան ցույց տալու իր նաև ներկայությունը եւ թերագադարությունը մեր ամենօրյա կյանքի մեջ։ Այնպես չէ որ միայն ես իրեն պաշտամունք կնձայեմ, այնպես չէ որ ես միայն դրամատիր եմ պատրաստ եմ իրեն ծառայելու, այլ փոխադարձ նաև փամ մգա, որ ինքն է զիս առաջնորդողը, ինքն է զիս բահողը, ինքը իր ցուբով եւ իր քավազանով է որ զիս առաջնորդե։
Եվ ոչ թե միայն այսքան, դակամին եթե շարունակենք 23-րդ Սամոսի ինչի մասին խոսի։ Իմ արջևս պիտի պատրաստի այն սեղանը, եւ իմ գլուխս է որ պիտի օծե այդ օրդության յուղով։ Տեսեք դակամին ինչեր գնե այս թագավորը։ Թագավորը ինքն է, որ ինձի համար սեղան կպատրաստի։ Խորքի մեջ սակայն ծառան ինքն է, որ թագավորին համար պետք է սեղան պատրաստի, չէ՞։ Եվ այդպես ալ կներկայացնե Քրիստոս։ Ով է այն ծառան գսե, որ երբ որ դանուդերը ուշ վերադառնա դուն, հանգարց գտնե իր ծառան քնացած։ Ընդհանրակը գսե ծառան պետք է որ արթուն հսկե եւ արթուն պատրաստ լա թիմավորելու իր դերը։ Եվ ամիջապես ինչ ունելու գսե, սեղան պատրաստելու իր դիրոջ առջև։ Ինչ ունելու այդ դիրոջ ոտքերեն հանելու գոշիները եւ լվալու իր դիրոջ ոտքերը, որտեղ թուրսեն գուքա այդ դերը, փոշոդեն, ցեխոդեն այդ ոտքերը, ծառային բարդականությունն է։ Բայց դերը ինքը ինչ սորվեցուց իր օրինակով։ Ինք ոտքերը լվալու, որոնց ծառաներուն։ Եվ ադորամար վերջին ընտրիկին վերնադամ մեջ ինչ կսե Քրիստոս։ Կսե դուք ճիշտ կսեք, դեր եմ, վարդապետ եմ, ուսուցիչ եմ, այս եմ։ Բայց նաև գիտեք կսե ես ինչու համար եկած եմ։ Եվ այնտեղ ցույց կտա Աստծո հանգամանքը, կորձ թերը մեր ամենօրյա կյանքի մեջ։ Եվ ասկա դուք մեզի տալու ծանոթությունը, որու հետ է իմ կորձս, որու է որ ես կաղոթեմ։ Մեկն է որ ինք զիս գարաչնորդ է։ Մեկն է որ ինք զիս գարած է արոտավայրեր, կանաչ թալար, թաշտեր, որպես ես սանվին, որպես ես մեծնամ, որպես ես աճիմ, որպես ինձ համար սնունդ ապահովեմ։ Այսպիսի Աստծո հետ է մեր գործը։ Ուրեմն որքան արժանի է ինչի ցնծությամբ երգելու, որքան արժանի է երկրպագության, որքան արժանի է կողապանության, շնորհակալության, բարձրախաղակ։ Եվ այս դովերը մդերմությունն է որ ցույց կտա, թե ինչպիսի մդերմության գապ կա Աստծո եւ իր ժողովրդի միջեւ։ Այնպես չէ որ ինքը Աստված մստեղծիչ արարիչ, ինչպես հաճախ կպատկերացնեն, քահի վրա նստած ժողովուրդը այնտեղ կդարավի, գերթա, գուքա, գծավի, գներվի, Բորդուններով, այսինչներով, ադիչներով, վիճակներով մեջ են չի ընդհակառակը անցավ իջած, այդ ժողովրդի կյանքի մեջ ներկայություն դարձած։ Քիչ առաջ ադորամար է որ գսե, երբ որ գսեն Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ մեր մեջ, թողը լա իբրև այդպիսին, որ իմ նեղությանս եւ իմ դժվարությանս մեջ իր ներկայությունն է որ ըսկամ ես։ Իմ ներկայությամբ է որ այս նեղությունը եւ այս դժվարությունը տանիմ ես, ինչ մտքով եւ հավատքով վստահությամբ։ Եբրայեցոս նամակը մեզ կներկայացնե։ Եբրայեցոս նամակը գսե մեզ մեկուն բես եղավ, որպեսզի նա մեզ յուրաքանչյուրին գարեգից դառնա։ Այսինքն երբ որ ես հիմա նեղության եւ դժվարության մեջ եմ եւ ինքը ծնած է իմ կյանքիս մեջ, շատ հերուները չերթամ օգնություն խնդրելու։ Եվ Քրիստոս ասե հերուները մի երթակ Քրիստոս կընտրելու։ Սեր ներսիտին է։ Հոն է որ մսուր է որ պետք է ծներ Քրիստոս։ Հոն է որ Քրիստոս պետք է հարություն առներ։ Դու ուր կփնտրեք կսե Քրիստոսը։ Անորոշ մեր նեղության եւ մեր դժվարության մեջ որու է որ կփնտրենք։ Որու է որ գուզենք մեր ամենօրյա կյանքի մեջ որ մեզի օգնություն տա։ Եվ եթե հարցնեք ինչու պետք է մենք երկրպագենք իրեն։ Ինչու պետք է որ իրեն ճաշտենք։ Ինչու պետք է որ դրամատրություն ունենանք իրեն ծառայելու։ Որտեղ ինքն է մեր Աստվածը, ինքն է մեր ովիվը, որ մեզ գարած է արոտավայրեր եւ չի ցկեր։ Որտեղ իմ դերս ով է, որ չի իր հեր եւ չի կնանար, իմ անկում բաղաբանս է անկում բաղաբան չի կնանար։ Ես կքնանամ քիշերները։ Հաճախներով ավելի երկար կքնանամ, բայց ինքը անկում չի կնանա։ Ոչ գնիր հե, ոչ ալ կքնանա, ոչ գմրապի ասակ քիչ մտեթեմ 5-10 վարգեմ աչքս կոցը չէ։ Այսպիսի Աստված մն է որ մենք ունենք։ Որուն համար ասե եկեք ցնծությամբ երկենք շնորհակալություն այդենք, բայց չշեղվենք,
շրջակիցը պահելու համար հաջորդով արդեն դողեր ու կան երկսեն մդիկ ըրեք այսօր ինչ որ գսե ան մդիկ ըրեք այսօր ոչ թե մդիկ ընեիք մդիկ ըրած պետքերը լայիք մդիկ ըրեք այսօր եւ այդ այսօրը աստվածապանական բնույթ ունի այդ այսօրը հատուկ է աստվածաշունչի մեջ Բողոս Արաքյալի միջայլոց այսօր բառը օգտագործել Այս հատվածը, մնացյալ հատվածը ամբողջությամբ եղածով մենք կգտնենք Եբրայեցոց նամակի 3-րդ գլուխ 7-11 համարներում մեջ։ Եբրայեցոց նամակի 3-րդ գլուխ 7-11 համարներում մեջ եղածով մեջ բերված է։ Եվ այնտեղ է որ Արաքյալը ավելի հստակորեն կներկայացնի, որ այդ այսօրը ինչու համար է։ Երբ որ գսե այսօր լսեք անոր ցայնը, ձեր սրտերը մի խստացնեք, ձեր սրտերը մի գարձրացնեք այնպես ինչպես որ անցյալին իրենց սրտերը գարձրացուցին մեր նախահայրերը։ Բայց գսե այսպես, մդի գրեք այսօր ինչ որ գսե ան, մդի գրեք, մդի գներ հասկացողությունը մենք ամեն գիրագի գլսենք, տարբեր պարով, բրոսխում է պարով, երբ որ ավետարան պիտի գարթացվի, սկիզբը երկխոսությունը դեղի կունենա։ Սրբո ավետարանի Հիսուսի Քրիստոսի, որ ըստ հետևյալ ավետարանի չի, բրոսխում է ասի Աստված, հիմա Աստված պիտի խոսի։ Ուրեմն հիմա ինչ որ պիտի խոսի, լավ մդի գրեք, ուշադրությամբ մդի գրեք, ինչ որ պիտի ասե ան։ Ասե Աստված, հիմա պիտի խոսի ինքը, հետևաբար մդի գրեք, ինչ պիտի ասե ան։ Ինչ որ ըրիք համարություն մի ընեք, Համարություն մի ընեք, համարություն կնշանակի խստասրդություն, գարձրասրդություն, համար, այսինքն իր կիցածեն միլիմ սանդիմ չի շեղիր այլ խոսքով, ուրեմն համարություն մի ընեք, ասե այնպես ինչպես որ ըրիք մերիբայի մեջ, փորձության օրը անապատին մեջ, ագնարգությունը Եգիպտոսեն դուրս գալը, Գարմիր ծովը անցնիլը եւ անապատային տապարումներու ընթացքին ճուրի Հացի, միսի, գարիքի, պահանջքի թշկողության պատճառով դերը փորձեցին։ Եվ այս նույն նյութը Բողոս Արաքյալ առաջի Կորինթացիներու նամակի մեջ գակնարկե գարձարծե գխոսի այդ մասին։ Նախ ասելով հետևյալը. Ինչ որ անցյալին պատահեցավ մեր նախահայրերուն իբրև օրինակ վերցուցեք այսօր Ձեզ մեր յուրականչունին։ Ուրեմն անցյալին եղանցները, արձանագրվածները, որքանալ պատմական խորք ունեին եւ ունին, բայց եւ այնպես այժմեականություն ունին։ Այսինքն այժմեականություն ունին գնա այսօր ալ սելիկ ունին, այսօր ալ պատկամ ունին փոխանցելիք մեզի։ Այսինքն մի կարտակ ասել ուզե, որպես պատմական թեփք, որ անցյալին կատարված է։ Այլ գարտացեք այնպես որ Աստված այսօր ինձի քեզի մեզ մեր յուրականչուրին նույնը գսե։ Ուրեմն ըստայինը մտիկ ըրեք։ Մի ընեք համարություն մի ընեք, այնպես ինչպես որ ըրիք եւ անապատին մեջ զիս փորձեցիք։ Հոնց էր հայրերը զիս փորձեցին։ Իմ կորձերս տեսած ըլլալով հանդերձ։ Որ կորձերը իրենք տեսան։ Փարավոնին կատարած կորձերը։ Փարավոնին թրխուն եկած 10 հարվածները։ Եվ իրենք իրենց աչքերով տեսան, իրենց ականջներով լսեցին, եւ դակավին հաջորդող բոլոր թեփքերը, Գարմիր ծովին անցնիլը, իրենց աչքերով տեսան, թե ինչպես Գարմիր ծովը բացված, ցամաքի վրայով գացեք կանցնեին, իրենց աչքերով տեսան, ինչպես Փարավոնի զորքը այդ նույն Գարմիր ծովի մեջ կխեղդվեր, իրենց աչքերով տեսան այդ մամոնային քալը, իրենց աչքերով տեսան այդ ավարաժեն ժատկող ջուրը, Իրենց աչքերով տեսան այդ լորամարքիները, որովհետև միս կուզեին, միս ունեցան։ Այս բոլորը տեսնելով հանդերձ վեր գաբեցեք, ինչու պետք է փառտալ Աստծո։ Ինքն է մեր վեմը եւ մեր բրգիչը, ինքն է որ մեզ ազատեց Եգիպտոսեն։ Եվ մեզ ինչպես ազատեց Եգիպտոսեն։ Ինչպես ազատեց։ Փարավոնի ցերկեն ով կրնար ազատել 430 տարի Փարավոնի ցերկին տակ ստրուկ էիք։ Ով ցեզ ազատեց։ Աստված գրեց Մովսեսը, Մովսեսի ջամփով ջամփա ելակ։ Դուրս գալու Եգիպտոսեն։ Եվ ոչ թե բարձրացած դուրս ելակ։ Այնտեղ ցեզի դրվեցավ Եգիպտոսի գոմե ինչ։ Բաժին հարստություն։
Կարմիր ծովը անցավ ցամաքի վրայով։ Փարավոնը ծեր ետևով եկավ իր զորքերով եւ ճուրի մեջ դաբալեցավ, այնտեղ մնաց։ Եվ այդ ճուրի դաբալումը կներկայացնի շարականակիրները ինչին։ Մգրդության ճուրին, որում մեջ վիշապը դաբալեցավ։ Ինչպես որ փարավոնը կներկայացներ վիշապը գարցեկտե։ Եվ հետո քացի կսանաբադ։ Անաբադի մեջ թարչած իսկ փորձեցիք։ Ինչով։ Ճուրի պահանջկով, հացի պահանջկով, մեսի պահանջկով։ Դագավին ուրիշ արիտներով դարձյալ փորձեցիք, այդ բոլորը դեսնելով հանդերձ փորձեցիք։ Եվ ինչով փորձեցիք այս անգամ։ Եվ որ Մովսեսը մի քիչ ուշացավ, Սինայիներ բարձրացած, եւ իրենց համար շինեցին ոսկիե հորթը։ Եվ Աստված փորձեցին։ Եվ մնայուն փորձեցին։ Եվ ավարտին գսե եւ Աստված երթում ըրավ ըսելով։ Այս ժողովուրդը մի դիչը մտնեն խոսացած է։ Եվ Պողոս Արաքյալ գսե, ինչ որ անցյալին քրվեցավ, ինչ որ անցյալին բադայեցավ, իբրև օրինակ վերցուցեք։ Եվ հետեւաբար գսե դու կալ մի ցանկակ, ինչ որ անցյալին իրենք ցանկացին։ Անորոման նաև Քրիստոսի մգրդութենեն հետո փորձությունը, որ տեղի ունեցավ անաբադի մեջ, մի փորձեր ու Տեր Աստվածըց, մի փորձեր։ Որքան ակրված է, եթե դու քեզ վերենբարն է քրված է, որ իր հրեշտակները թելադրե, որպեսզի քան եւ քու ոտքը քարի չզարդվի եւ այլն, բայց գսե Քրիստոս մի փորձեր ու Տեր Աստվածըց։ Մանավանդ երբ որ տեսար իր ըրած փորձերը։ Եվ ինչ էր իր ըրած փորձերը։ Քրիստոսի աշխարհակալը։ Դիտե խաչը։ Խաչի վրա կանգնած Հիսուսը։ Այդ բոլորը որում գործերն են։ Աստծո գործերն են։ Vidisek ինչպես Աստծո գործերն են։ Խաչվիլ Աստծո գործն են։ Այո։ Երբ որ ինձին կհանցնե խաչին, եւ այդպես կսեք Քրիստոս ոչ ոք կրնարնեն իմ կյանքս, եթե երբեք ես չդամ այդ կյանքս։ Իսպաս ուրիշի հոգի կյանքի բրգության համար։ Դուք չգարձեք, որ դուք զիս սերպակալեցիք, չգարձեք, որ դուք զիս արիք ծեզեցիք, հատաբարդեցիք, խաչը հանեցիք, եթե երբեք ես այդ արտոնությունը չդայի ծեզի։ Եվ այս բոլորը, երբ որ գտիտեմ ես հիմա այդ խաչին վրա, ինչ որ ամբողջ աշխարհին համար, այդ խաչը ամբողջությամբ հիմարություն է, այդ խաչը ամբողջությամբ դգարություն է, բայց Պողոս Արաքյալը ասել մեզի հավատացողներուս համար Աստծո զորությունն է եւ Աստծո իմաստությունն է, որ կնշանակե բար սովորական մարդուն համար հիմարություն է այդ խաչելությունը, բար սովորական մարդուն համար դգարություն է այդ խաչելությունը, բայց հավատացող մարդուն համար Աստծո զորությունն է, Աստծո փրկությունն է եւ Աստծո իմաստությունն է։ Եվ երբ որ գտեսնեմ իր այդ ըրած փորձերը, ինչու պետք է որ կասկածին եւ սկսեմ զինքը փորձելու եւ ասելու վաղ արդյոք ինչպես իրավիճակս գործերը դգար են, գործերը կդգարանան, կացությունները այսպես են, սկսած են քաղաքական, տնտեսական, այս կամ այդ իրարանցումները, այս բոլորի մեջ ինչ պիտենեմ ես, նայիր խաչին, ինչ հրավ Աստված ինձի քեզի համար, որպեսզի մեզ փրկեր այդ կացությունեն, ինչ հրավ Աստված ցեզի համար, երբ որ ցեզ ազատեց Եգիպտոսեն, ինչ հրավ ցեզի համար, դուք ձեր աչքերով տեսաք իր հրած գործերը, եւ ինչու հիմա ձեր մտքերեն գանձին կասկածներ, թե հաց չունինք, ճուր չունինք, միս չունինք, այս չունինք, այդ չունինք, այսօր մենք որպես հավատացյալներ ունինք այս վիճակը ունինք, չունինքի վիճակը ունինք, չունինք, գործերը ինչպես ենք փորձ չունինք, այս առողջ ենք, մեր հոգիները առողջ են, մեր սրտերը, մեր հոգիները խաղաղությունը ունին, Քրիստոսի ներկայությունը ունին, անորոմար երբ որ Քրիստոս իր աշակերտները պիտի ղրգեր քարոզության, ասաց ցեզի համար փամը չվերցնեք հավելյալ, կացեք քարոզեցեք, իրենք վերադարձան ուրախությամբ եւ հանգարց քանի մարիտներ հետո, երբ որ Քրիստոս խոսեցավ իր խաչելության մասին, իր դարավանքի մասին, չարչարանքի մասին, անոնք սկսան խռովել եւ Քրիստոս իրենց հիշեցուց դուք երբ որ կացիք քարոզության ոյնեք բանի գարիկ բագաս ունեցաք
անոնք կսեն ոչ, կսեն հիմա ինչու գխրովիկ, հիմա ինչու իրար անցած եք, ինչու հիմա մտահոգ եք, ինչու մտահոգ եք։ Անորան ինչ որ անցյալին կրված, բադահած, իբրև օրինակ վերցուցեք կսե արակելը այսօր, մեզ մե յուրաքանչյուր։ Եվ եթե արիթ ունենաք, դու ծեր վերադարձին կարտացեք Եբրայեցոց նամակը, 3-րդ գլուխ, ամբողջությամբ, որուն 7-11 համարները պիտի հանդիպիկ ճիշտ այս Սամոսի 2-րդ բաժնին, բայց այդ ամբողջ նամակի այդ գլուխի ավարտին նաև կբացատրե, թե այդ հատվածի մեջբերումը որ գնե արակյալը, ինչու գնե, ըսելով հետևյալը, եզրակացություն մեկ նախատասությամբ, ինչ որ անոնք անցյալին ցանկացին չար բաներու, նույնալ այսօր դուք այդ չար բաներու չցանկաք։ Որտեղ անոնք ինչ որ եղան իրենց համար ավարտին, եւ անոնք չմտան խոստացված երկիր, ինչ որ Աստվածին կպատրաստած էր, ու անոնք բնավ պիտի չմտնեն այն երկիրը, ուր անոնց հանգիստը պատրաստած է։ Պիտի չմտնեն եւ չմտան։ Միայն քանի մը ոգիներ։ Ինչու չմտան, բոլորը դուրս եկան։ Եգիպտոսեն ասված բոլորը դուրս եկան։ Բոլորը դարմիր ծով անցան։ Բոլորը գերան մանանային, բոլորը խմեցին ժայրեն փխաչուրեն։ Բոլորը գերան նորամարքիները։ Այս բոլորը չէ որ մտան խոստացված երկիր։ Եվ այս բոլորը այսօր գուտա մեզի նշան յուրաքանչյուրիս։ Բոլորս այսօր գուքանք եկեղեցի։ Բոլորս կաղորդվենք, բոլորս կուտենք այդ հացեն, բոլորս կխմենք այդ ճուրեն։ Քրիստոսի ժայրեն փխած, կողեն փխած այդ ճուրեն։ Բայց Բողոս արաքյալ գզուշացնե, զուշ եղեք, որ հանգար չլա թե չգարենանք մտնել խոստացված երկիր։ Անորոման այդ զգուշավորումը գուտա, զգուշացումը գնե, զգուշ եղեք, լավ մտիկ ըրեք ինչ որ գսեցեսի այսօր։ Այդ արդուն եղեք, պատրաստ եղեք, աղոթեցեքը այս է որ կենթադրե, մտիկ ըրեք ինչ է որ միդեսե այսօր։ Մտիկ ըրեք, այսին ուշադրության պած աղանչներդ, պատրաստ եղեք լսելու, մտիկ ընելու, խորը թապանցելու, չհասկացան, խնդրե որ Սուրբ Ոգի շնորհքը տա իմաստության, խնդրե որ Սուրբ Ոգին փանա մեր մտքերը բղդորած, մշուշոտ, խանգարված այդ մտքերը փանա, փարադե, հստակեցնե, որպես ես կարենամ հասկանալ, գիտնալ, ինչ է Աստծո կամքը, ինչու ուզե այս բոլորը, ինչու կպատային այս բոլորը։ Հաճախ ուտանք հարցումներով, նեղություններով, դժվարություններով, անհասկանալի, անդեղի, գսենք ինչու այս բոլորը կպատային մեզի այսօր։ Անորոման Աստվածաշունչ Մատթեանը գուկա եւ ինչ կսե։ Անցյալի եղածները իբրև օրինակ վերցուցեք այսօր։ Ինչ որ անցյալին այսինչին կամ այդ ինչին կպատահեր, ինչու կպատահեր։ Ինչու կպատահեր։ Մենք հետո կիմանանք կգիտնանք, քանի մը էջ հետո որ կգարտանք, հետո կիմանանք կգիտնանք, որ ինչ էր ծրագիրը, որ Աստված արդոնեց թույլ տվա, որ այս բոլոր ջամփով անցնի այս անցը։ Բայց տակավին լավ է որ հետո կիմանանք, որովհետև քանի մը էջ հետո է։ Բայց նույնը կվերապերի նաև մեզի։ Մենք կանցնենք այդպիսի դժվարություններով եւ նեղություններով։ Բայց չենք կնար պատկերացնել, որ հետո ինչ պիտի ըլլա այս բոլորեն հետո։ Ինչ կա արդյոք այս բադի յեդին, ինչ կա։ Այս բադի յեդին գիտեք ինչ կա։ Քանի մը էջ հետո գարթա հատվածը եւ պիտի տեսես այս բադի յեդև ինչ կա։ Քանի մը էջեր են, շատ հերու չէ, ամբողջ քիրքը չէ։ Քանի մը էջեր են, վստահ եղեք։ Հովսեփ քերեցիկի կյանքը, Աբրահամի կյանքը, Նոյի կյանքը, Հոբի կյանքը։ Քանի մի էջեր հետո արդեն ուկա իցի ցույց տալու։ Այդ բոլորը ինչու պատահեցան։ Իսկ եթե այսօր համեմատեմ իմ կյանքս յուրաքանչյուրինը, թե ինչպեսի նեղության ջամփով կանցնենք եւ հարց տանք ինչու կանցնենք, ինչու այսօր է որ կանցնենք, ինչու Աստված գթույլադրե որ այսօր անցնենք։ Եթե գարտանք քանի մի էջ հետո, գիտեսնենք որ ինչու է այս ինչուներուն պատասխանները ինչ են, բայց գսկուշացնե որ մի փորձեր Աստված։ Մի փորձեր։ Փորձել կնշանակե չես վստահել։ Տեսնելով հանդերձ այդ բոլոր փորձերը, որ Աստված ինքը կատարեց։ Դու Աստված ինքը մեզի այդ շնորհքը տա, մանավանդ այս դժվարին օրերում, որ մեր վստահությունը, մեր հավատքը, մեր կապվածությունը կասկածի չվերածվի։ Եվ այս նեղության եւ այս դժվարության մեջ դերը չփորձենք։
Ընդհակառակը, ինչպես որ Սամոսներում ներկայացված է, համբերությամբ սպասեցի Տիրոջ եւ անիկա եկավ ինձի օգնության։ Խնդրենք, որ Աստված այդ համբերությունը տա, այդ միտքը տա, այդ իմաստությունը տա, զանազանության հոգին տա, որովհետեւ մենք կարենանք այս բոլորի մեջով իր առաջնորդությամբ նավարգել այս փոթորիկներու մեջ են այնպես մը, որ հասնենք այն հանգիստին, որ ինքը պատրաստած է։ Այլապես տեսեք ինչ կսեր։ Երթում ըրի, որ ալ անոնք պիտի չմտնեն այն երկիրը, որ ես իրենց հանգիստի համար պատրաստ։ Երթում ըրավ։ Եվ եթե երբեք երթում ըրավ, վայ այդ բանուն, որովհետև անթարնալի է, չլա այնպես որ այդ երթումը ներդերը։ Անորամար առակյալը գսե, քանի հիմա ժամանակը մեր ցերկն է, օգտագործենք, վաղը գրնա ուշենալ։ Աղոթենք։ Ով ետնավորայր քու ողորմությամբ եւ գիտությամբ նայիր մեզ մեր յուրաքանչյուրին։ Տուն առաջնորդե մեզ, տուն առաջնորդե որպեսի արժանի լանք այն հավինենական հանգիստին, որ տուն պատրաստած ես։ Չնմանինք այն սերունդին, որ անապատի մեջ քեզ փորձեց, այլ նմանինք այն սերունդին, որ հավատարմությամբ, հնազանդությամբ եւ վստահությամբ ամփոփչացուց այդ ճանապարհորդությունը անապատային եւ հասավ մինչեւ խոստացված երկիր մուտք եւ այդ խոստացված երկիր մուտք տուն առաջնորդեցիր զինք։ Բրե այնպես որ մենք պատկանենք այն խումբին, որ ավարտին արժանի լանք հավիտենական կյանքի ժառանգության։ Բահավան ամենայնի Քրիստոս, աչքո հովանի լիցի վերամեն, իդվե եւ իքիշերի ինստի լիդան, իքնալի ճանապար, ինընչել եւ իհարնել, զիմի երբեք սասանեցած, եւ ողորմիա քո արարածոց երմես պասպանեղածս։ Ամեն։ Բարի գիշեր Աստված